Տիկին Մաթևոսյան, արդյոք փոխանցեցիք նամակը, ձեզ ինչ պատասխանեցին։ Արդյոք փոխանցեցինք եւ Նիդերլանդների դեսպանատանը եւ Մեծ Բրիտանիայի դեսպանատանը, Նիդերլանդների դեսպանատան հանձնվելիք նամակը վերցրեց դեսպանի քաղաքական գծով պատասխանատուն։ Մի փոքր երկխոսություն ունեցանք, որի ընթացքում ասաց, որ դեսպանատունը որևէ գործառույթ չի կարող իրականացնել մեր պահանջների առնչությամբ, քանի որ սա համարվում է իշխանությունների ներքին գործը։ Ես մի քանի բառով կարճ բացատրեցի իրավիճակը, բացատրեցի, որ տարիներ շարունակ մենք ականատես ենք եղել այլ իրավիճակի, երբ որ խոսքի ազատության համար հետապնդվող անձանց քաղաքական բանտարկյալներին դեսպանները ամեն օր անգամ բանտախցերում տեսակցում էին, ել չեմ ասում դատավարություններին մասնակցության եւ այլնի մասին, այսինքն նաեւ իրենց հարցադրում արեցի, ձեր գործառույթների մեջ փոփոխություն տեղի ունեցել է, կարծում եմ ոչ։ Հետևաբար մենք ակնկալում ենք, որ հարցի հրատապությունը կհասկանանք պայմանավորված Նարեկ Սամսոնյանի հացադուլի հանգամանքով, իրենք առաջարկեցին, որ տեղեկացնենք իրենց դատավարություններին, իրենք մասնակցություն կարող են ապահովել, իսկ տեսակցություն կարող է լինել, եթե մի քանի դեսպաններ միաժամանակ ցանկանան տեսակցել։ Մենք այդ հանգամանքը եւս հաշվի կառնենք եւ կառաջարկենք, որ դեսպանները տեսակցություններ ունենան։ Սա Նիդերլանդների մասով։ Իսկ Մեծ Բրիտանիայի թագավորությանը նամակը հանձնվել է անվտանգության աշխատակցին, կարճ ներկայացրել եմ գործի հրատապությունը ինչով է պայմանավորված եւ խնդրել եմ, որ համապատասխան մարմիններին եւս հրատապության հանգամանքը ներկայացնեն եւ փոխանցեն եւ խոստացել են, որ այդ ամեն ինչը կփոխանցեն։ Հիմա մենք գնում ենք Իտալիայի, Ֆրանսիայի եւ Կանադայի դեսպանատներ։